թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք Եփող թափողները։ Հետաքրքիր փաստ, բոլորս նստում ենք ավտոբուս, բայց շատերը մնում են ավտոբուսում կանգնած։ Եթերում Եփող թափողներն են Շանթի Հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Եփող թափողների գլխավոր հերոսները տաղավարում են պարոն Մամուլյանը, մեր սիրելի շեֆ խոհարարը եւ այսօր մեր հյուրն է Հայկ Պետրոսյան։ Երգիչ, դերասան, հիանալի անձնավորություն, ամուսին, որդի, հայր, ընկեր, հայ։ Կարճ, բազմաֆունկցիոնալ, այո, բացի երգիչից նաև գիտարահար երգիչ, այո։ Կարելի է քեզ անվանել բարդ, չէ՞ որ դու քո երգերն ես կատարում։ Կարելի է անվանել ցանկության դեպքում, բայց ես ինձ տենց ամբողջությամբ բարդ երգիչ չեմ պատկերացնում, չնայած որ իմ բոլոր հեղինակային երգերը գրեթե բոլոր հենց այդ ոճի մեջ են։ Շատ բարի։ Ինչ ես ուզում այսօր պարոն Մամուլյանը քեզ համար պատրաստի, մենք էլ զրույցենք։ Ընթացքում եւ ես պատրաստ եմ ամինչ։ Հարգանքով եւ սիրով լցված պարոն Մամուլյանի հանդեպ ես կընդունեմ առաջարկը սիրով։ Չեմ ուտում։ Կան տենց բաներ։ Չեմ առանձնացնի տենց ինչ-որ։ Պարոն Մամուլյան, ինչ կպատրաստենք Հայկի համար։ Ես լսել եմ, որ Հայկը այնուամենայնիվ տենց սպագետի, բանսեն սիրում։ Պաստա։ Հա, պաստա։ Ուրեմն ես ժամանակին պարոն Մամուլյան, չգիտեմ կհիշեք, Երևանում մի շատ լավ սրճարան կար, գրախանութ սրճարան, Art Bridge-ը փակվեց։ Իմ առաջին աշխատանքը եղել է 16 տարեկան էի առաջի կուրսում մատուցող Art Bridge-ում 8 ամիս աշխատեցի ու շատ լավ եղավ առաջին աշխատանքային փորձը այդ խոհանոց բան հասցրի եւ այլն եւ ես այնտեղ ընդմիջմանը քանի որ մեզ որպես աշխատողներ ինչ ուտեստ մենյուից կուզեինք կպատվիրենք եւ ես առիթը օգտագործելով շահագործում էի այդ հնարավորությունը ու անդադ կարբոնարա ուտում այդ ժամանակներից պաստա շատ եմ սիրել գալու է հիշողությունների գիտես ընկերներ պաստա ենք պատրաստում այսօր Հայկի համար այո շատ բարի շնորհակալություն Դե ես մատուցող եմ աշխատել, իմ առաջին աշխատանքն է եղել, մոտ 8 ամիս կարծեմ, տենց ինչ-որ հատուկ բան չեմ կարող մեջ բերել, բայց այդպես հասկացա ես, ինչպես ասում են, հալալ քրտինքով վաստակած գումարը ինչ է, շատ լավ ընկերներ միջավայր ձեռք բերեցի եւ գնահատեցի մարդու աշխատանքը, ինչը շատ կարևոր հատկություն է, կարծում եմ, որ ես բախտ ունեցա ձեռք բերել։ Դե ինչ, մնացեք մեզ հետ եւ շուտով կհասկանանք, թե որ պաստան եք պատրաստելու եւ ինչ եղանակով։ Եփող թափողները։ Մենք վերադարձանք եւ արդեն Հայկը պարոն Մամուլյանի հարևանությամբ է գտնվում, որտեղ օգնելու է պարբերաբար եւ ինչ ունենք պաստա դել վերդե, իսկական իտալական պաստա, կանաչ սոխ, թթվասեր, ալուր, սունկ, կարակ, սպիտակ սիրելի մեր ֆրունզի գինին, ձեթ եւ հավի ուրեմն փապկամիս։ Այո, եւ քրքում, եթե կարողանանք, ինչ է պետք քրքում։ Ահա։ Մարանիկի քրքումը հիմա ես կբերեմ։ Խնդրեմ։ Սա էլ համեմունք, աղ, պղպեղ եւ քրքում։ Շատ բարի։ Կարող ենք սկսել։ Այո։ Կարող ենք սկսել։ Հայկը պետք է ինչ-որ բան հիմա անի, պարոն Մամուլյան։ Դեռ չէ։ Դեռ չէ։ Լավ։ Հայկ ինչպես ես նախ։ Աշխատանքային։ Աշխատանքային։ Ինչ ես անում ես, պահին ինչի վրա ես բևեռված եւ սևեռված։ Մայիս ամսին Ավստրալիայից վերադարձանք Շարլ Ազնավուրի 101-ին նվիրված շրջագայությանը։ Գնացիք հասակ Շարլետ, Ավստրալիա։ Այո, շատ տպավորված վերադարձանք, հրաշալի համայնք ունենք։ Առաջին անգամ էիր։ Այո։ Կանաչ մայր ցամաքում։ Այո։ Կենգուրու տեսար։ Կենգուրու տեսա, բայց կոալաները շատ ավելի հմայի չէին, ասեմ, հա։ Շատ ավելի բարի եւ բարի, օրը 18-ից 22 ժամ քնած։ Կյանք են վայելում։ Հա, լրիվ, այսպես ասած դզված են, ինչպես ասում են։ Շատ լավ համայնք ունենք, լավ համերգներ ունեցանք, նաև եկեղեցում Կոմիտասի իմ ծրագիրը ներկայացրեցի, որը արդեն այսպես Ազնավուրի ծրագրի Կոմիտասին նվիրված, առանձին քո այդ նախագիծը ապրում է եւ կա։ Այո, տես ոտքի եմ կանգնացնում, այսպես ասած։ Էդ էլ շատ լավ անցավ, շատ այդպես ոգևորված, տպավորված վերադարձանք։ Հիմա այս փուլում
կոնկրետ եթե ելույթների պահով ասեմ, այդ կոմիտասի ծրագիրը, որ այստեղ արել էի, Լուիս Զվարթ անվանել էի, թատերականացված մենահամերգ։ Լուիս Զվարթն էլ այն շարականն է, որ էջ միացնում կոմիտասի երկեց, այսպես ասեմ, կաստինգը անցավ։ Այո, կաստինգը անցավ եւ ընդունվեց չեմ արա։ Թողիկոս ասեց ինքնը վերցրեք։ Այդ անունով դրեցի, 3 հատ խաղացի արդեն, երգեցի ակապելա, այդպես ինքը ծրագիրը, երգի թատրոնում։ Հիմա ոնց որ վերախմբավորման ինչ որ որոշ բաներ շտկելու, ավելացնելու, պակասեցնելու փուլն է, դա էլ անեմ ու վերադառնամ ելույթներով։ Ահա։ Դերասանական ոլորտում ներկայացում, ֆիլմ, այս պահին Չէ, առաջարկներ, ներկայացումներ, եթե ստենդափի մասին խոսենք, դե պատերազմից հետո ստենդափ չեմ անում, մի քանի ներկայացման գաղափար կա, սինոպսիս այն գրել եմ։ Աստված առաջ օրենքագծության եմ, բայց կոնկրետ այս կոմիտասի օրինակ թատերականացված մենահամերգ այդպես եմ անվանել, իր մեջ թատրոնի տար կա, խոսք կա, պատմել կա կոմիտասի կյանքը, հայկական երգը, իր միջավայրը, բնությունը, մի խոսքով կարող է դրանից առանձին ինչ որ ներկայացում դառնա, որը որ կլինի ել ավելի լուրջ եւ ծավալուն, կամ միգուցե ֆիլմ։ Դե ինքը արդեն այս փուլում ներկայացում է, բայց շատ համերգային, ավելի շատ երգ է, քան խոսք։ Բայց պիտի զարգացնեմ, այո։ Ես հենց այդպես էլ ճիշտ ասած պատկերացնում էի, մեջ առաջի 3 կանեմ, մի քանի բան նաև ինքս ինձ Որտեւ այս ամենը ծնվեց ընդամենը մեկ երգից, չէ՞։ Կոմենահամերգին կոմիտասեր ներկայացնում, հետո տենց զարգանալ, այո, տարի ու կես առաջ այդպես շատ սկսեցի տարվել կոմիտասով։ Ինչ ես բացահայտե քո համար։ Այ բացի այն անպագորգոր բառերից, որ սովորաբար յուրաքանչյուր հային որ կանգնացնես, քնած դեից արտասես կասի, բայց ասես մի հատ կոմիտաս երկի բան։ Այ բացի դրանց, ինչպիսին է կոմիտասը, ինչ բացահայտումներ ես արել, ինչ գաղտնիքներ ես քեզ համար բացահայտե կամ ինչ որ բան գիտես, որ օրինակ քչերը գիտեն, կարող ես կամ կուզեր կիսվեր։ Գաղտնիքներ չի ասի, գաղտնիքներն չէի բացահայտի։ Այսինքն, բայց կոմիտաս ուսումնասիրելով հայտնվում ես հայոց պատմության, հայագիտության, հայկական մշակույթի ազգագրության դաշտում եւ շատ բաներ ես սովորում։ Նախ եւ առաջ դե երգերը սկսեցի սովորել, սերտել։ Ճիշտ է, ես երաժշտական կրթություն չունեմ, բայց հիմա այդ բացը փորձում եմ լրացնել։ Սուպերստարում է ստացել նաև երաժշտական։ Նկատի ունեմ ինչ որ այնպես կրթություն ունեմ, ջուր էստեղ լցնենք, այո։ Ջուր լցնողն եմ ստե ես։ Արդեն լրջանում է այդտեղ վիճակը։ Այո, տաղավարում լրջանում։ Տաքանում է, այսպես ասեմ։ Այո, թեժանում է։ Ինչքան պարոն Մամուլյան։ Լրիվ։ Բավական է։ Այո, հիանալի։ Շնորհակալություն։ Ես էլ անմասն չմնացել եմ։ Պաստայգործության մեր այսօրը գործում։ Ինչ է ասում։ Կոմիտասի, երգերը։ Երգերը սովորեցի, այդ կրթության պահով հիմա կսովորեմ նոտաները շուտով։ Իսկ խազեր սովորել ես։ Խազերի մասին կարդում եմ, ուսումնասիրում եմ, դե կոմիտասը խազերը 1914 թվականի նամակներից մեկում նա գրում է, որ արդեն գտել է խազերի բանալին։ Ասում ես գաղտնիք չկա, տես։ Դե խազերը բանն է, երաժշտական աշխարհի Էլդորադոն է, այսպես ասած։ Կոմիտասը մոտ 20 տարի ամեն օր աշխատել է այդ ուղղությամբ եւ առաջ է տարել այդ գործը։ Խազերը բաժանվում են 3 մաս, այսինքն մի քանի ձև կա՝ պարզ, միջին բարդության, բարդ, շատ բարդ։ Այսպես ասենք puzzle-ի մի մասը հավաքած է։ Ներողություն, տեսեք իսկական իտալական պաստա, Del Verde, հենց ասում ենք պաստա, պատկերացնում ենք կամ պատկերացնում ենք մեզ հենց Իտալիան։ Ես օրինակ մի բան ցույց տամ ձեզ պաստան եւ խազերը զուգահեռելով։ Օրինակ խազ կա մի հատ, անունը Պարույկ, ինքը սենց է։ Բայ Պարույկ, այսպես պիտի նրա, բայց դիջը ջարդվեր օրենքով էլի։ Պատկերացնենք, որ ես, պարոն Մամուլյանը եւ Հայկը այս պահին Իտալիայում ենք Verde գետի ափին, պատրաստում ենք պաստա Del Verde։ Del Verde իտալական ապրանքանիշը ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Արտադրում է պրեմիում դասի պաստա օգտագործելով միմիայն բարձրորակ հումք։ Verde գետի մաքուր ջուրը եւ իտալական Semolina Allura հարուստ սպիտակուցներով։ Շնորհիվ ավանդական մեթոդների Del Verde պաստան միշտ պահպանում է սննդարար հատկանիշները եւ հեշտությամբ կլանում է ցանկացած սոուս։ Del Verde պաստաները կարող եք գտնել լավագույն սուպերմարկետներում։ Հիմա վերադառնանք մեջելի կոմիտասը։ Այո, Իտալիան իսկապես ճկնախ երկիր է, որոնց լինենք հրաշալի կլիներ։
Կոմիտասին գալով ինչ բացահայտեցի։ Նախ մի կարևոր բան կառանձնացնեի, ինչ որ իմաստով ինքս ինձ վերաբացահայտեցի։ Որպես մարդ եւ նաեւ որպես հայ, որովհետեւ երբ որ ինքդ սկսում ես քո մշակույթը մի քիչ ավելի բովանդակային իմաստով ընկալել, շատ բան է փոխվում քո մեջ եւ միայն դեպի դրական կողմը։ Նույնիսկ երբ որ առնչվելով պատմական տարբեր իրադարձությունների դու բացասական բաներ ես տեսնում, բայց այդ մշակույթը ինքը շատ դրական լավ աշխարհ է պահպանել, ինչը փառքաստում ես ժառանգված է։ Այդպես ու այդ գծի մեջ ոնց որ գտա իմ կարևոր անելիքը այս կյանքում, էլի որ ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ իշտեղ է սուպերստարը առաքելությունն է ինչ որտեղ։ Այս պահին, չէ, չգիտեմ, այդ մի քիչ բան բառը առաքելությունը, այդ այտենց Tom Cruise-ը տենց բաներ կարա ասի էլի Mission Impossible։ Բայց որ վերջի ֆիլմում մի կադրի համար 16 անգամ ոտը ջարդել է, պարաշուտով թռել է ինքնաթիռից 16 անգամ։ Սպասել է, ես ճիշտ ասած շատ տենց լուրջ հարգանքով եմ այդ իմաստով իրան վերաբերում։ Ես տեսա մի հատ ունից ոչ մի 14 րոպե խնդրում եմ։ Ֆիքսեմ։ 14 րոպե։ Okay, 14 րոպե։ Մի հատ կա որ ժայռից գալիս մոտոյով թռնում, պարաշուտը օդում օդապարիկը բացում է, խփնվելու տեսարանը։ Ջեկի Չանին անցավ էլի այդ իմաստով։ Ջեկի Չանին անցավ, այո։ Դնենք տայմերը 14 րոպե։ Դրեցի տայմերը 14 րոպե։ Իվանով էլ ես էլի։ Այն ժամանակն է, երբ որ մենք պաստան կդառնա ուտելու։ Շնորհակալ եմ։ Տայմերը գնաց։ Так, այդպես շատ կարևոր բան ասացիր, որ ուզում եմ եւս մեկ անգամ կրկնեմ ու բոլորը հիշեն իրենց համար, որ երբեք չի կարելի վերցնել անձին, անգամ եթե նա հանճար է, եւ իրեն հասկանալ կամ փորձել հասկանալ կտրված աշխարհից, պատմությունից, ժամանակից, ազգությունից, միջավայրից եւ այլն եւ այլն։ Կոմիտասը այնպիսին էր, որովհետեւ նա այն ժամանակ էր ապրել։ Այո, համամիտ եմ, միանշանակ ինչ որ անձի կապ չունի դա, ասենք Նապոլեոնն է, թե Կոմիտասը, թե Շեքսպիրը, չգիտեմ, Մեսին, այո, իրեն իր պատմական ժամանակի մեջ երբ ընկալում ես, ուսումնասիրում ես, շատ բաներ ավելի պարզ են լինում, որովհետև տարբեր ժամանակներ, տարբեր բարքեր, սովորություններ եւ այլն, սակայն Կոմիտասը ինչ որ մի գիծ իր մեջ ունի, որ ինքը ոնց ասեմ, ինքը ժամանակի մեջ է միշտ, բայց ինքը նաև միշտ ժամանակից դուրս է։ Այն իմաստով, որ ինչ որ նարեկացիոտ բան կա այդ ամեն ինչի մեջ։ Ինքը հնագույն ժամանակներից, այսինքն նախաքրիստոնեական հին հավատամքի ծեսի այդ շրջանից սենց վերցրեց մեր մշակույթը, բերեց միջնադարով մի հատ ծաղկացրեց ու իր օրվա երգերը միջև մի հատ այնպիսի հսկայական աշխատանք արել, որ կոմիտասագետները իրավացիորեն նշում են, որ դա մի քանի ինստիտուտի աշխատանք էր, որ նա մենակով արեց, էլի, բայց քանի որ դրա մեջ կա մի հատ շատ յուրահատուկ հոգևոր շերտ, զգացմունքային աշխարհ, այդ տեսանկյունից ինքը ժամանակից դուրս է։ Բայց նա համ վերաստ։ Հա, մի հատ տենց ինքը տարածություն ժամանակ, ասենց այդ թեմաներից այն կողմը։ Տենց մարդիկ էլի կան, ինքը Բախն էլ է այդպես, Մոցարտն էլ է այդպես։ Իրանք ինչ որ մի ուրիշ տեղ են հասել էլի իրենց արածով, արարածով։ Կամ ծնվել են հենց դրա համար, ով գիտի, չգիտես։ Եփող թափողները։ Հայկ, որ քեզ հիշում ես այն ժամանակ, երբ որ եկար սուպերստար։ Այսօր եկա շատ լրիվ նոստալգիա լավ է, ասես վիճակ է։ Հիմա նայ, եթե դու պատկերացրու, օրինակ դու Կոմիտասին եկար, մի քանի տարի առաջ, սկսեցիր զբաղվել դրանով, միգուցե պատերազմից հետո, ինչ պատճառներով։ Բավականին ժամանակ ես փաստորեն կորցրել, կարելի է այդպես ասել։ Եթե այն ժամանակվանից սկսեր ավելի լավ կներ, թե դու էլ պիտի հասունանայիր, պիտի գայր հասնեիր դրան։ Էդ էլ է կարևոր։ Այդ կարևորը մի քիչ էլ ինձ համար ես մտածում էի ցավոտ հարց է սկզբից, բայց հետո զգացի, որ իրականում ամեն ինչ եղել է այնպես, ինչպես պիտի լիներ եւ սա էր ճիշտ ճանապարհը։ Ես երբեմն եղել է շատ ափսոսել եմ, որ միջազգային հարաբերություններ եմ ավարտել, օրինակ ոչ թե դաշնամուր գնացել կամ կոնսերվատորիա մի բան, բայց հետո հասկացա, որ իմ ճամփան էլ այսպես եկավ։ Մարդկա մի անգամից է գտնում, մարդկա որոշ ժամանակ անց է գտնում, բայց այս 10 տարիները շատ ինձ համար այսպես սովորելու, աշխատելու, տարբեր բաներ սերտելու շատ հետաքրքիր տարիներ են եղել։ Ես չեմ դժգոհել, ընդհանրապես հակառակը շատ այդպես շնորհակալությամբ եմ լցված ու զգում եմ, որ ես եկա հասա Կոմիտասի աշխարհին, այսպես ասած, բայց
մի ահագին բան էլ ես պաշար ունեմ, որ Եվ եկար հասարային ժամանակ, երբ որ պետք է հասնեիր, փաստորեն, պաշարը պետք է ունենայիր, այդ մկանները պետք է ունենայիր, թե ֆիզիկապես, թե նաև այստեղ, թե հոգում։ Հա, ինձ թվում է սենց ճիշտ եղավ։ Ուշ լինի, այսպես ասած։ Յուրաքանչյուրս մեր ճանապարհը պետք է ունենանք դեպի մեր մեծերը, դեպի Կոմիտաս նարեկացի։ Չի թվում քեզ որ շատ ավելի ոչ թե շատ ավելի շատ այդպես չեն ասում, շատ ավելի քիչ էլ չեն ասում։ Քիչ է դա մատուցվում, մատակարարվում դպրոցից, մանկապարտեզից։ Շատ դեպքերում մարդիկ ասում են՝ մի դիպչեք, մի կպեք, սա սրբություն է, այսպես պետք է մնա։ Չէ, թող երեխաները մանկապարտեզում երգեն, թող դպրոցականները երգեն, թող բոլորը երգեն, խոհարարները պատրաստելուց երգեն, նարեկացի կարդան, վերջը փակ աշխարհ չի, չէ՞, չեմ որ այդ մարդիկը մեր համար այդ աշխարհոզեցել են, բաց են։ Կոնկրետ նարեկացին ինձ թվում է հաշվի առնելով իր այդպես տիեզերական վիճակները գուցե ավելի լայն հասարակության համար ճիշտ կլինի որ ավելի կարդաց, խորացած, ուսումնասիրած մարդիկ վերլուծեն, պատմեն։ Այո։ Իսկ ինչ վերաբերում է Կոմիտասին, այո, իսկապես շատ լավ կլինի, որ հենց մանկապարտեզից սկսած նույնիսկ հենց մինչև մանկապարտեզը տանը սկսած նույնիսկ հղիության ընթացքում, այո, հղիության ընթացքում։ Հա, շատ լավ կլինի, իրականում լավ կլինի ոչ թե ինչ-որ պաթոսային մեր երգը, մեր մշակույթը, այդ դնենք մի կողմ, չնայած ինքն էլ իր տեղ ունի, եթե առանց այդ պաթոսի ասենք, սա մեր ժողովրդի ստեղծածն է, մեր պապի տատիների մի խոսքով դարերից եկած, այսօր ուրեմն վերջերս մի գենետիկ հետազոտության մասին հաղորդում էի նայում, ուրեմն գենետիկան որպես գիտություն այնքան է զարգացել, որ այդ X եւ Y խրոմոսոմները կարող է տանել անցյալ մինչև ասենք 6-ից 8000 տարի, ասենք ինչ որ մի մարդ իր ապուպապը միջև իմանա ով էին ինչ, ասենք որ ճամփեքով են գնացել շատը հետ։ Որտեղից են եկել։ Եվ Կոմիտաս ասում է մեր երգերը գալիս են այն ժամանակներից, որտեղ որ ծնվել է, ծագել է հայ ժողովուրդը։ Այսինքն հին իսկապես հին մշակութային մեծ հետաքրքրություն ներկայացնող երգեր են եւ իրանք իրենց մեջ ունեն sense կենսունակություն, կենսուրախություն, աշխուժություն, մարդուն կարող են տալ շատ լավ դրական առողջ լիցքեր, մանավանդ այսօրվա լարված շատ լարված աշխարհում, որ մենք միշտ աղմուկի ճռվռների տենց ներվի մեջ ենք ապրում, ինֆորմացիան մի հատ որ օրվա մեջ այո, ու կապ չունի, այսինքն ինձ թվում է շատ լավ կլինի որ բոլորս ճանաչենք։ Կարող է քո նախընտրած երաժշտությունը ջազն է, ռոքն է, դասականն է, բայց դա քեզ չի խանգարում որ դու Կոմիտաս քո ժողովրդի երգու երաժշտությունը հակառակը, իրանք իրար հետ շատ լավ հարստացնում են մեկը մյուսին, հա։ Այսինքն այդ լարվածության մեջ բան մեկ ինչ որ օրվա մեջ եթե բնավորության գիծ դարձնենք, մի հատ, չգիտեմ, խցանման մեջ մի հատ միացնում ես, ասենք Կոմիտաս կվարտետի հոյ նազանիմ նվագում են, մի հատ sense ձայնային ալիքը ելևեջը ինքը մարդու վրա էներգետիկ ազդեցություն է ունենում, չէ՞։ Այո, ֆիզիկական։ Ֆիզիկական, այո։ Այնպես որ շատ օգտակար է այդ տեսանկյունից։ Նաև մենք ապրում ենք այդպես ինչ որ գլոբալիզացվող բան sense այս մշակույթը լավը վատը ճռվռը sense աշխարհներում եւ մենք նաեւ այ Կոմիտասին մյուսներին, որոնք այդքան մեծ ժառանգություն են թողել, մեր լավագույն ձևը շնորհակալություն ասելու, երախտապարտություն հայտնելու, այդ ամենը կարող է դառնալն է, այդ ամենը պահպանելն է, էլի, որ չկորցնենք հանկարծ։ Եվ վերջապես դա մեր ասելով հայերին նկատի ունեմ, մեր դեմքն է աշխարհում, այսինքն որ գնաս, չգիտեմ, ֆրանսիացու ու գերմանացու հետ խոսես, բացի ինչ որ մարդկային բնավորության գծերից, եթե ուզենաս լայն իմաստով ներկայանալ, քո մշակույթը պիտի պատմես, քո պատմությունը պիտի պատմես, քո երկիրը պիտի պատմես, իսկ երկիրը, հայրենիքը ինքը ձևավորվում է այն մշակութային արժեքների շուրջ, որ ստեղծում են ու ստեղծել են այստեղ ապրող մարդիկ, էլի, այսպես ասած։ Այս դեպքում երկի երկարվեստի միջոցով ու գլուխ գովալ չնի, Պարուս Սևակի ասած մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց հրաշալի մեծ մշակույթ է սա։ Այսինքն համաշխարհային մեծ գանձեր կան, էլի։ Իրենց երաժշտական իմաստով, բովանդակային իմաստով։ Միջև խոսում ենք գերագույն եւ շատ կարեւոր գանձերի եւ արժեքների մասին, այստեղ էլ է արժեք ծնվում։ Սունկը սկսեց կատկատալ։ Սննդարար արժեքը, որը որ հետո մեզ հոգեվոր ուրախություն է պատճառի, համեմեցինք Մարանիկի օգնությամբ, աղ, պղպեղ, հետո ֆրունզիկ սպիտակ գինին, էլի մեր
հայ երկրի բանի մասն է շատ խնդալու բան կա, չէ՞։ Եթերի սկզբում ասեցի հաղորդման սկզբում այդ որ ավտոբուս նստում են, բայց բոլորս կարծես թե կանգնում են, աղն էլ չէ, ասում է 250 միլիոն տարեկան է այս աղը, բայց ինչ չգիտես ինչու որ այն գրված է 2 տարվա սրոկ հրանյանյան, էլի, անհասկանալի։ Տեսեք, որ այդ աղը, որը որ արդեն 250 տարեկան է, սիրեներս գեղեցիկ ապակյա տարայի մեջ է, իր ուրեմն աղացով շատ հարմարավետ է, ինքներդ կարող եք վերցնել, աղալ եւ ձեր աղը երբեք ուրեմն չի խոնավանա, շատ հարմար է, անգամ եթե գնաս Ավստրալիա, որտեղ որ միգուցե ափին խոնավ է, կարող ես հետը տանես Մարանիկի աղերը։ Մարանիկը առաջարկում է ձավարեղենի եւ համեմունքների լայն տեսականի, այդ թվում նաեւ իմ սիրելի զիպ հնգյակը։ Սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի եւ օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր եւ կծու եւ իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը եւ որակը։ Եվ իհարկե օգտագործել է լինում է ել ավելի հեշտ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ինչպես այնտեղ ընդունվեց Կոմիտասը եւ բացի Ավստրալիա բնակ հայությունից Ավստրալիա բնակ ավստրալիացիներ կային։ Նախ Գորջան, ուրեմն ես չէի սպասում, բայց ես շատ տպավորված եմ Սիդնեյով։ Տեսար օպերեյշնը։ Հա, բան տեսա, լավ հասարակություն տեսա։ Առողջ հասարակություն, իսկապես գործի բերումով շատ տարբեր երկրներ, քաղաքներ եղել եմ։ Բոլոր քաղաքներում Երևանն էլ այդ քաղաքների մեջ բան կա, մի քիչ ներվ կա, խնդիրներ կա, այնտեղ էլ վստահ եմ ինչ որ խնդիրներ կա, բայց ընդհանուր առմամբ ես խոսքդ շաքարով կտրեմ։ Ուզում եմ հիշեցնեմ մեր հերոստատիտողներին, որ ընդամենը 2.5 դար առաջ Ավստրալիայում բնակվում էին միայն մարդիկ, որոնք որ Անգլիայում ինչ որ մեղքեր ունեին եւ նրանց փաստորեն ուղարկում էին այնտեղ աքսոր, այսինքն դրանք այդ ժառանգներն են, այդ աքսորվածների ժառանգներն են, այսինքն մարդասպանների, չգիտեմ, եւ այլն, բայց տես որ գոյություն ունի, կարող է լինել առողջ հասարակություն։ Հա, այսինքն օրինակ առողջ ասելով, երևում է որ առողջ ապրելակերպը այստեղ ընդունված ձևն է։ Մարդիկ շատ բարեկիրթ են, բարեհամբույր։ Ուսա մի տեսակ միայն տուրիստի հայացք չի, որտեղ այնտեղ ապրողներն էլ իրոք ասում են այդպես է։ Երևում է ինչքան այդպես լավ իմաստով, շատ դրական իմաստով, ասում խիստ մի ցակ զուսպ վերաբերմունք ունեն իրենց երկրի մաքրության, մի խոսքով, այդ իմաստով շատ տպավորված էի, առավել տպավորված էի առիթից օգտվելով ասեմ մեր հայկական համայնքով համեմատած շատ երիտասարդ համայնք է, որտեղ Ավստրալիան այսպես ջահել երկիր է, այսպես ասած, շատ կիրթ, զարգացած մարդիկ ոնց են իրար մեզ դիմավորեցին ոնց որ բարեկամների, որ 8 օր ենք մնացել, հրաժեշտ ենք տալիս օդանավականում արդեն արցունքոտված են, որ sense բան կլի, շատ հետաքրքիր էր։ Ազնավուրի ծրագիրը շատ լավ ընդունվեց, Վագեն Հայրապետյան, Դեվ Գյոդակյան, Արման Մնացականյան, Դանիել Մելքոնյան, հրաշալի շատ մեծ ու տաղանդավոր մարդիկ են։ Լավագույն մեր ջուրը տամ երաժիշտները, այո։ Լավ ընդունվեց շատ, ինչի համար շատ ուրախացանք։ Գլխավորապես ուրախանում ենք, որ այս պատմությունը սկսվել է այսպես լեգենդար Ազնավուրին տրիբյուտ անելու համար, ու ոնց որ Ազնավուրը միավորում է հայերին, հանդիպում ենք, վայ, բան իրար հետ երգում ենք, ուրախ։ Մի խոսքով այդ իմաստով շատ լավ է։ Եվ նաև այդ Կոմիտասի, այդ լույս զվարթ ներկայացումը, ասում եմ, որոշ հատվածներ դրանից ներկայացրեցի, այնտեղ եկեղեցում վարակույրով փակեցին, ու էլի շատ լավ անցավ, եկել են շատ տարբեր սերնդի հայեր։ Բայց այդպես հետաքրքիր փաստ, ասես վարակույրով փակեցին Խորանը։ Հա։ Մի քանի առաջ ուրեմն ես ռադիոյում եթեր եկ անչե բավականին հայտնի բժիշկի մեր երկրում, որը որ ինչ որ տարիքում որոշել է որ ինքը պետք է դառնա DJ 40 անց արդեն եւ դարձել է DJ-ը դարձել եւ գնացել Նիդերլանդներում Ամստերդամում փառատոների մասնակցել DJ-ական ու իրան որ ասել են քո stage-ը որտեղ է քո բեմը ասել է ժուրդ ոնց կարա գործող եկեղեցում պուլտ են դրել DJ-ի գործող եկեղեցում ոչինչ չեն փակել։ Հա։ Եվ մարդիկ շատ լավ ասում են այդ համայնքը մի քանի տարի արդեն հրավիրում է։ Այդ սեթերը որտեղ արվում է, այդ ամբողջ գումարը դրել են եկեղեցու վերանորոգման վրա։ Այսինքն իրանք տենց ապրում են, որ ոչ մի արհեստական բան չկա։ Քրիստոսը երբեք չի ասել օրինակ մեզ որ պիտի
այս եկեղեցու միայն սա հնչի կամ սա չհնչի։ Լավ, վերջը խորանը փակեցիք։ Հա, բարակուրով փակեցին, այդ կոմիտասի ծրագիրը ներկայացրեցին, միասին երգեցինք էլ ինչը շատ հաճելի էր։ Ինչ վերաբերում է ոչ հայերը, ծրագիրը անելուն եկեղեցուն։ Չէ, Ազնավուրի ծրագրին կային ֆրանսիացիներ, ավստրալիացիներ, բայց կոմիտասին չկային, բոլորը հայեր էին։ Ինչ վերաբերում է եկեղեցում, օրինակ որ Ամստերդամում 17 վայրկյան, պարոն Մամուլյան։ 14 րոպե մնաց։ Այո։ Այդ երաժշտությունն է հնչում, այդ թեմայի վրա չեմ ուզում խորանալ, գալով հայկական եկեղեցիներին, հայկական եկեղեցիների մեջ ճարտարապետական տեսանկյունից եթե նայում ես մի հատ ջուր խստություն կա, նոր եկեղեցին կառուցել էին։ Ասկետիկ բան կա, որտեղ Ավստրալիայում, բանում, Սիդնեյում։ Այդտեղ տարածք էին վերցրել։ Մի 15 Սուրբ Հովհաննես էր կարծեմ կոչվում, չէ, Սուրբ Հարության եկեղեցի, չգիտեմ, նորն է։ Անգլիականից էին վերցրել կարծեմ։ Չգիտեմ։ Բայց հայկական էր եկեղեցին, հայկական առաքելություն։ Ճարտարապետությունը բան։ Իտալական մթնոլորտ է մեր տաղավարում եւ ես առաջարկում եմ հյուրասիրել ձեզ համեղ սննդարար բնական հյութ, իտալական։ Ստերիլ գարդա։ Ստերիլ գարդա։ Մրգերով եւ վիտամիններով հարուստ է, առանց գունանյութերի եւ առանց կոնսերվանտների։ Նաև ունի առանց շաքարի տեսակ։ Հատուկ ինձ համար պատրաստում եք, ես էլ պետք է ուտեմ։ Ես էլ շատ ուրախ եմ, շատ մեծ հարգանք ունեմ կոնեկան եւ դուրս։ Փոխադարձ շնորհակալ եմ շատ։ Ստերիլ գարդա կարող եք գտնել լավագույն սուպերմարկետներում։ Տեսնեք Ավստրալիայում այսպեսի հյութ խմել ես թե ոչ։ Իսկ այնտեղ ավստրալիացի աբորիգենների հետ շփվել ես, տեսել ես։ Փողոցում տեսա նստած այդ իր բաններն, դուդրիջու են ասում, ինչ են ասում, երաշտական այդ աուն sense այդ վիճակները։ Այո, այո։ Այդպես անձամբ չեմ շփվել ճիշտ ասած։ Բայց հետաքրքիր մշակույթ ունեցող ժողովուրդ են ինչ խոսք։ Գիտես չէ, որ իրենք էլ այդ որ ասեցիր կոալաները ոչ միտեղ չեն շտապում բան։ Այդ պարոն Մամուլյան, այդ աբորիգեններն էլ են տենց, ոչ մի բանի հետևից չեն վազում, իրենց համար գեղեցիկ գույն ունի։ Սա ինչ է, նարինջ եւ գազար։ Այո, գազարագույն, այո։ Համո։ Հա։ Ինքնա։ Զովացուցիչ։ Так, մեզ ինչ մնաց, պարոն Մամուլյան։ Մեզ մնաց միայն արդեն պատրաստել եւ մատուցել։ Այսինքն մի հատ խնդրեմ Հայկին առաջի բուրմունքը։ Հայկ ջան, ինչ ա։ Ֆոտո։ Մակարդակ։ Եփող թափողները։ Մի մարդ պատրաստել է պաստա եւ անունը դրել է պաստա կարբոնարա։ Հիմա Հայկի համար պատրաստեցինք այս պաստան։ Ինչ տնենք անունը։ Հայկոնարա։ Պաստա հայկոնարա։ Չէ, չեղա։ Ինչու ոչ։ Որտեւ լույա Հայկոնարա, ինչ որ պաստա չի էլի։ Հասկացա։ Հայկոն է, բան, իտալական բան պիտի լինի, չէ։ Սետրակոն է կարող լինի։ Այո։ Լավ, ինչ։ Մնացեք մեզ հետ, հիմա մատուցման process-ները տեղի կունենա։ Եփող թափողները։ Գարնանային գույները ավելի լավ տեսնելու համար ձեզ օգնության կհասնի Mr. Gin-ը իր լվացող, մաքրող եւ ախտահանող միջոցներով։ Իդեպ Mr. Gin-ը ներկայանում է նոր լոգոյով։ Mr. Gin ցանկացած ապրանքի անգամ մեկ կաթիլը ուժ ունի։ Հիանալի բուրմունքը Mr. Gin-ը եկավ եւ իր օգնականներդ այստեղ ամեն ինչ մաքրեց, տեսնում եք որ փայլատակում է մեր խոհանոցը, ձերն է կարող եք փայլատակել, եթե օգտագործեք Mr. Gin։ Ինչ գինի են բերում, պարոն Մամուլյան։ Սպիտակ, անապակ։ Սպիտակ, անապակ գինի։ Հա, պաստայից սպիտակ։ Գրում եք վայելուձոր։ Եվ այստեղ սոուսի արդեն պաստայի հետ նաև կարմիրը կարող է։ Հա։ Այո, սոուսի գույնով է պարոն Մամուլյանը որոշում։ Սոուսն է այդ կարևոր համային փոխադրիչը, էլի մեր բան։ Դե ինչ, ոսկե մարդկանց հետ ոսկե հատ խաղողի գինի ենք խմում։ Մեր գործընկերն է Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր լեգենդար ֆրունզիկ կարմիր եւ սպիտակ գինիներով։ Կարմիրը պատրաստված է արենի խաղողի տեսակից, իսկ սպիտակը Վայոց ձորի ոսկե հատ խաղողի տեսակից։
Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը միշտ կիրառում է իր նորարարական մտքերը հիմնվելով դարավոր գինեգործության ավանդույթների վրա։ Так, այստեղ ունենք գախնիկ, որը որ արդեն գախնիկ չի։ Այստեղ սենց է սանում։ Ֆրանսիաներ տեսած մարդ ես, տես։ Ոչ մի կաթիլ չի գնում այլ կողմ։ Պարոն Մամուլյան։ Իսկապես լավ է մտածած։ Չգիտեմ, ինչքանով եմ ես նման գրագետ սոմելիեի, բայց լավ, ես անգրագետ սոմելիեի։ Սա մեր գինին, սա մեր պաստան։ Հայկ ջան, դե ինչ, շատ կարևոր է, որ բարբերաբար հայոց աշխարհում ծնվում են մարդիկ, որոնք որ եւս մեկ անգամ վերացնում են մեր հետաքրքրությունը դեպի մեր մեծերի։ Եվ դու այդ մարդկանցից մեկն ես, եւ ես քեզ շատ սիրում եմ ոչ միայն դրա համար, բայց նաեւ դրա համար։ Շատ շնորհակալ եմ Գորգի, Հայկի շատ կենացում։ Բոլորիս համար։ Շնորհակալություն։ Ամեն ինչ ընկավ տեղը։ Հիմա պաստան փորձենք։ Ապա մի տեսնենք։ Ցնցող ես կասեի, շատ համեղ եմ։ Պարոն Մամուլյանի գործունեությանը շատ վաղուց ենք նայում, բոլորս ծանոթ ենք, շատ շնորհակալ եմ նրան, շատ ուրախ եմ, որ այսպես առիթ հանցացավ, հենց տեղում նրա պատրաստածը ուտել, շատ տպավորված եմ։ Սունկ, հավ, թթվասեր կանաչ սող, դե ամենակարևորը Del Verde իտալական պաստա։ Պարզ եւ հանճարեղ էլի, այսպես ասած։ Այո, եւ մեր հերոստատիտողներին կարող ենք հուշել, որ կարող են այս կերակրատեսակից պատվիրել Մեգերյան կարպետ ընկերությունում։ Հայկին էլ հրավիրենք ձեզել։ Հայկ։ Մեծ սիրո։ Մենք շարունակենք ուտել։ Իտալերեն գիտես ինչ բառեր։ Ես ուրեմն կնոջս հետ մի 2 տարի առաջ գնացինք Իտալիա 2 շաբաթով, այդպես կարողացանք հարմարացնել եւ մինչեւ օրս այդ տպավորությունների տակ եմ։ Ես մտածում եմ այդպես Փարիզում ապրած տղա եմ, այդպես Եվրոպայում տեսել։ Հա, չէ, ամեն ինչ եմ այդպես էլի։ Տեսել եմ։ Լուվր, ասում եմ, что я на видел, может, вот так потрогать, բայց գնացինք ես ցնդվել էի ուղակի։ Դե տեսել ենք, գիտենք այդպես, բայց որ շատ տպավորիչ էր։ Լեզուն գեղեցիկ։ Մի հատ երկիր, որտեղ պաղպաղակին ասում են ջելատո։ Ասում եմ, որը ասում եմ ստրաչաթել, արդեն ամեն ինչ երկում է։ Հա, շատ համեղ, պարզ, սիրուն, ասում եմ 4 հատ բելաջո կա այս աշխարհում, 4-ն էլ եղել եմ։ Մեկը պտղնի, մեկը գազանոցի ճանապարհին, մի հատ Վեգասում կա, մեկն էլ Իտալիան բելաջո։ Ցնցող մի հատ գյուղ էր ուղղակի, շատ տպավորիչ երկիր է, իսկապես սենց շատ հարուստ, բայց գալով Կոմիտասին, վարդապետը Իտալիատեղ եղած մարդ էր եւ ասել է Իտալիան շատ գեղեցիկ է, բայց մեր հայրենիքն ավելի գեղեցիկ է։ Լսեք մեծերին եւ ընկալենք։ Մենք շարունակում ենք վայելել այս հետաքրքիր եւ համեղ պաստան, մնացեք մեզ հետ, որտեղ Հայկին դեռ պետք է նվերներ անենք։ Եփող թափողները։ Վերադարձանք տաղավար, պաստան ավարտվեց, որտեղ շատ համեղ էր, շնորհակալություն պարոն Մամուլյան։ Հայկ ջան, նվերներդ սա Մարանիկի կողմից, սա Միսթր Ջինի կողմից տիկինը, տանտիկինը կուրախանա, թե դու ես օգնում իրեն մաքրության զբաղվել, խոստովան։ Իդեալական տղամարդ։ Նրանք լինում են։ Հուսով եմ, որ Մարիամը չի տեսնում այս ամենը։ Եվ Սովրանո ընկերության կողմից հենց այդ պաստաները Del Verde եւ այն հյութերը, որ քեզ հյուրասիրեցին իտալական, որոնք կոչվում են Steril Garda։ Հայկ ջան, շատ շնորհակալություն։ Շնորհակալ։ Ինչ լավ է, որ մեր ճանապարհները ժամանակին խաչվեցին հենց այստեղ։ Այո, Շանթը մեզ վերամիավորեց այստեղ։ Այո, Շանթը մեզ այսօր վերամիավորեց, իսկ մինչև այդ փաստորեն Շանթը մեզ պարզապես միավորեց։ Շնորհակալություն պարոն Մամուլյանին, շնորհակալություն Հայկին։ Այսօր այսքանը եւ ինչպես Հայկը ասաց, օրվա մեջ այս թոուբոյի, վասկի, զայրույթի, սիրո, աշխատանքի մեջ գտեք մի քանի րոպե եւ հալալ, զուլալ, մաքուր հայկական երգ լսեք եւ թող դա լինի օրինակ Կոմիտաս։ Կհանդիպենք։
Եփող թափողները։